Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Հայ-թուրքական սահմանին ես ինքս շատ տենց օպերացիվ ձևով հետևում եմ եւ մարդկանց եւ մեքենաների եւ բեռնատարների հոսքերին, այդտեղ այս բանին անհանգստանալու հարցեր չկան, այսինքն չունենք կուտակումներ, ժամանակ առ ժամանակ բնականon կուտակումներ լինում են, որոնք որ կառավարելի են, այսինքն այս բանին ոչ տենց էական փոփոխություններ չունենք բնականon վիճակից, բայց իհարկե բնական է, որ եթե գործ ունենք Իրանում ներկայիս իրավիճակի հետ, այդտեղ պարզ է, որ լոգիստիկ ուղիները որոշակի սահմանափակվել են եւ կան տնտեսվարողներ, որոնք չեն նախընտրում օրինակ այնտեղով ներմուծել կամ ներմուծելու դեպքում որոշակի ուշացումներ են ունենում կամ օրինակ ծախսերն են որոշակի բարձրացած լինում, այս երևույթները կան, բայց սահմանի աշխատանքի վրա, Մաքսենի աշխատանքի վրա ճնշում այս բանին չկա։ Պարոն Հակոբյան, այսօր Նիկոլ Փաշինյանը հերթական լայթում գուցե ուղիղ չմեջբերեն, բայց ասել է, որ միլիարդատեր Սամվել Կարապետյանին բոմժ է սարքելու։ Արդեն տարվա վերջ հարկային մարմիններին արդեն որևէ հրահանգ եղել է նոր հարկային տերոր սկսելու Սամվել Կարապետյանի այստեղ Հայաստանում բիզնեսի։ Նման հանձնարարական ես չունեմ, ընդ որում էլի ասեմ առավոտից, քանի որ զբաղված եմ եղել, չեմ լսել նման արտահայտության մասին։ Ինչպես կարող է բոմժ սարքել օրինակ։ Ես թույլ տվեք դա ես չմեկնաբանեմ։ Բայց օրինակ ասենք, եղել է իրավիճակներ, երբ որ ստացվել են նմանատիպ հրահանգներ ստուգելու ինչ-որ անցած պատկանող բիզնեսներ, միտումնավոր, գտնել ինչ-որ բաներ։ Չեն եղել նման բաներ։ Իմ պետական եկամուտների կոմիտեի նախագահ լինելու շրջանակներում չեն եղել եւ ես անցած անգամ էլ հենց այստեղ կանգնած ձեր դիմաց այդ հարցի պատասխանը տվել եմ։ Մեր վարչահարությունը իրականացվում է թիրախային ռիսկերի հիման վրա։ Այո, պարզ է։ Չէ, տեսեք, համընկ, նայեք։ Այդ ստուգումները։ Օրինակ ինչ է համընկել, կարող եք ասել։ Տարի Սամվել Կարապետյանը ձերբակալելուց հետո մի ամիս կարծեմ 10 գրուպում սկսեցին Ինչ ստուգումներ, խուզարկություն մենք խուզարկության գործիք չունի պետական։ Միգուցե քննչականի մասին եք խոսում։ Որովհետև պետական եկամուտների կոմիտեին խուզարկության ֆունկցիա չունի։ Հիմա տեսեք, պարզ է, չէ, որ ըստ էության անմիջական ղեկավարը պետական եկամուտների կոմիտեի վարչապետն է։ Ու բնական է, որ օրինակ ժամանակ առ ժամանակ կարող են հարցեր ծագել, թե օրինակ այս կամ այն բիզնեսի ինչ ռիսկեր ունի, ինչ ստվերային խնդիրներ ունի, ինչ սխեմաներ ունի, ինչ հարցեր կան։ Եվ նման խոսակցություններ իհարկե վարչապետի հետ տեղի ունենում եւ դա շատ բնականon է։ Ընդհուպ միջև մենք ինքներս ենք նախաձեռնում բազմաթիվ վերլուծություններ եւ ներկայացնում ենք, պարզ է, որ գնում ենք ռիսկերի եւ ստվերի հետևից թիրախային։ Այսինքն սա է մեր աշխատելավոճը։ Այն ինչ որ դուք ասում եք, որտեղ մի անգամ այդ տերոր բառը ես մեկնաբանել եմ, տերորը դա անօրինական, այսպես ասած, շարժումն է դեպի հարկ վճարող ինչ որ գործողություններ անելու, որոնք օրենքից դուրս են, բայց մենք այդպիսի գործողություն չենք արել ու չենք էլ անելու։ Դրանք թիրախային են ու շատ կոնկրետ ռիսկերի հիման վրա։